Ուրեմն Հռոմեացիս 13-րդ գլուխ 4-8-րդ համարը չենք մոռացած, չէ՞, այսօր բարգևներու մասին պիտի խոսենք եւ դերոջ շնորհքով ոչ թե միայն այսօր գարցեմ քալիք եկու շաբաթն եկու գիրակի օրերն պիտի փորձենք այս նյութը արձարծել եւ եթե դերը գամենա գվերջացնենք, եթե դերը գամենա գավաթ չվերջացնենք, պետք է լա մեկ գիրակյար երկարացնենք։ Ուրեմն գարտանք Հռոմեացիս 13-րդ գլուխը 4-8-րդ համարը, որը ասում է. «Վասնզի ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք ու այն բոլոր անդամները միևնույն կորձը չունին, նույնպես մենք շատվորներս մեկ մարմին ենք Քրիստոսով եւ ամեն մեկերից իրարու անդամներ ենք»։ Այսինքն խոսում է եկեղեցի մեջ գտնվող Քրիստոսի մարմնի անդամներու մասին, որի մասին քիչ հետո ավելի մանրամասն կխոսենք։ Ուստի գսե մենք զանազան բարգևներ ունենալով այն շնորհքին համեմատ, որ մեզի դրված է, եթե մարգարեություն հավատքին չափով կործածենք։ Այսօր մասին պիտի խոսենք հետո, ինչ կնշանակե մարգարեություն եւ հավատքի չափով եղած մարգարեությունը որն է, որը շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Եթե սպասավորության մեջ ելանք, ան որ պիտի սորվեցնելու հետևելա, ան որ հորթորելու հետևե, ան որ կփաշխե բարձամդությամբ թողնե, ան որ վերագացու է ջանքով, ան որ գողորմի հոժարությամբ։ Այսինքն կտեսենք 7 բարգևներ, որու մասին մանրամասն հետո անդրադառնալու ենք։ Ամեն մեկ բարգև առանձին պիտի անցնենք։ Հիմա որպեսզի շարունակենք մեր ընթերցանությունը, պիտի բացենք առաջին Կորինթացիս 13-րդ գլուխը եւ պիտի գարտանք մեկեն 11-րդ համարը։ Առաջին Կորինթացիս պիտի խնդրեմ բոլորը բացեք, ինձ մինայք, եթե Աստվածաշունչ ունիք, նոր դագարան ունիք, ձեր արջևը թրված է, իմիջայլոց մուս շաբաթ օրը, մուս կիրակի օրը պիտի կանք, պիտի տեսնենք բավականին նոր դագարաններ թրված պիտի լինի այստեղ, հիները պիտի հավաքենք, որովհետեւ բոլորս արիտ ունենանք Աստծո խոսքը գարտալու։ Լավ։ Ուրեմն առաջին Կորինթացիս 13-րդ գլուխին պիտի գարտամ մեկեն 11-րդ համարը։ Հոգևոր բարգևներու վրայով չեմ ուզեր եղբայրներ, որ չկիցող ըլլակ, չեմ ուզեր, որ դքետ լինեն։ Հավատացյալները, քրիստոնյաները պետք է դքետ չլինեն։ Եվ հատկապես հոգևոր բաների վրայով եւ առավել եւս հոգևոր բարգևների վրայով։ Այս հոգևոր բարգևները չքարոզվող շատ նյութերից մեկն է։ Մենք պետք է հասկանանք, գիտնանք, սորվենք։ Դուք գիտեք, թե երբ հեթանոս էիք, մունջ գուրքերուն կդարվեիք, ինչպես կառաջնորդվեիք։ Ուստի այս ցեզի դիմացնեմ, թե մեկը չկա, որ Աստծո հոգիով խոսի ու Հիսուսին նոզովյալս է։ Հիմա էլի է հետ գալիս, ոնց որ նյութից դուրս է գալիս, հիմա հետ է գալիս նորեն Բողոս Արաքյալը եւ ասում է. «Եվ մեկն ալ չի գնար Հիսուս դեր գոչե, եթե ոչ Սուրբ հոգիով»։ Բարգևները գսե զանազան են, բայց դվողը նույն հոգին է։ Նաև բաշտոնները զանազան են, բայց նույն դերը գուտա, նույնպես ներկործությունները զանազան են, բայց նույն Աստված է, որ կներկործե ամենքը ամեն բանի մեջ։ Այս 3 համարների վրա մի քիչ պիտի անդրադառնանք քիչ հետո եւ պիտի տեսնենք, թե Աստծո խոսքը ինչ նկատի ունի այս համարները սելով։ Բայց ամեն մեկուն հոգին հայդությունը դրված է բոլորի շահուն համար։ Մեկուն հոգիով իմաստության խոսք դրված է, ուրիշին գիտության խոսք, նույն հոգին դված չափովը, մյուսին հավատք, նույն հոգիով, ուրիշին բժշկության բարգևներ, նույն հոգիով, ուրիշին հրաշագործություններ, ուրիշին մարգարեություններ, ուրիշին հոգիների ընտրություն, ուրիշին զանազան լեզուներ, ուրիշների լեզուներու թարգմանություն, այս ամենը միևնույն հոգին կներկործե եւ ամեն մեկուն զատ կպաժնե ինչպես գուզե։ Շատ կարեւոր է։ Ամեն մեկուն զատ կպաժնե ինչպես գուզե։ Մենք որպես եկեղեցի, մենք որպես դերոջը զավակներ, փրկվածներ, մեզ համար բավականին մեղք մնե եւ հանցանք մնե, որ մենք անդարբեր ենք ապրում երկրի վրա եւ մենք կենտրոնացած ենք միայն մեր անձերի վրա։ Իսկ դուրսի ժողովուրդը, խավարի մեջ նստած ժողովուրդը մեղքի պատճառով դադարված կմնա։ Մենք պետք ունենք
այս ծառայության ուշադրություն դարձնենք։ Մենք պետք ունենք դուրսի ժողովրդին Աստծո խոսքը տանք։ Ինչպես տանք։ Խոսքով, վկայությունով, մեր կյանքով։ Այդպես չլինի, որ մենք խոսենք, բայց իրենք տեսնեն մեր կյանքը ավելի քայթագղվին եւ ասեն, «Էսա հավատացյալը, էսա քրիստոնյալը»։ Այսին փոխանակ մենք դերոջը պատմենք, ընդհանրապես դերոջը անունին մենք հայություն կբերենք։ Ուրեմն մենք բարդավոր ենք դուրսիներուն հասներուն։ Ծառայությունը մեզի համար բարդ մը չէ, որ մենք դանք դերոջը։ Շատերը կասեն, որ գնանք բարդքենից կդարենք։ Հիմա օրինակ ով բանակ պիտի տակ, երտանք մեր հայրենիքի բարդ կտանք։ Մենք ոչ մեկում բարդ չենք։ Մենք բարդական չենք մեկում։ Բարդքերու դակ չենք մնացած։ Ծնված օրվանից խեղճ տղակը հետ ծնվում է բարդքի դակ է մնում։ Մինչև իրենց բարդքը 10 տարեկան բան է, դարաբելի բարդ մնե։ Մենք ոչ մեկին բարդական չենք։ Ծառայությունը բարդ մը չէ, որ դերոջը պետք է հադուցանենք։ Ծառայությունը բան մը չէ, որ ես ընեմ, որովհետև եթե ես չնեմ, ուրիշը չի կարա անի։ Ծառայությունը բան մը չէ, որ ով դեր նայր հա անում եմ եւ երեսով եմ դալու քեզի։ Ես քեզ արեցի, ես քեզ տուն ինձ։ Ծառայությունը բազար չէ, արևդուր չէ։ Ես դեր նայ քեզ անում եմ, դու էլ դրա դիմաց ինձ էս բաներ արա։ Շուկա չէ ծառայությունը։ Ծառայությունը բանը չէ, որ դու գարաս ասես, նայեք ես ինքան մեծ ամեկ ունեմ այստեղ, ինքան մեծ բան եմ արել այստեղ։ Դե ով ասված գհիշես, հա հանգարց չնի որ մոռանաս։ Ծառայությունը այդպես չէ։ Ծառայությունը սա չէ, այդի հոգին չէ ծառայությունը, ծառայության հոգին չէ։ Ծառայությունը այն չէ, որ իմ մոտ ավելի լավ ստացվում, քո մոտ լավ չի ստացվում։ Ծառայությունը բանն է, որ մենք սրտահոժար ենք անում, սիրո տրտումով ենք անում, Աստծո փառքի համար ենք անում, ոչ թե որբեսի մենք երևնանք, Բողոս գսե ոչ թե որբեսի ես երևնամ, հապա ով երևնա իմ մեջս, Քրիստոս երևնա իմ մեջս։ Ամոթ է այդպես պետք չէ խոսենք, այդպիսի խոսքեր կարան երեխեքը խոսեն։ Գիտեք երեխեքին որ մի հատ խաղալիք ես տալիս, ասում է էս իմն է։ Մեր աղջիկը երբ որ շատ փոքր էր, գնացինք մամայից դունը, ասում եմ դադիկ մամաս գադակ էր անում, ասում է էսի որը, ասում է էսի իմն է, ասում է էս դունը որը, որբեսի գարջ բահի, ասում է էս ինչ տեսնում ես, սա լրիվ իմն է։ Ուրեմն ծառայությունը այդպես չի, որ լրիվ քոնն է։ Ծառայությունը դերոջն է։ Անցած շաբաթ խոսեցինք դրա մասին, չէ՞։ Ասացինք, որ ով է եկեղեցի դերը։ Դեր Հիսուս ինքն է եկեղեցի դերը։ Ինքը սա իմ եկեղեցիս ես պիտի շինեմ այս վեմի վրա։ Այս վեմի։ Եթե դու ուրիշ վեմեր ունես, եթե ուրիշ դեղեր կշինես, դա ծառայություն չէ։ Դա հոգևոր աշխատանք կգրնաս ծեբեր, բայց ոչ ծառայություն։ Այդտեղ դերը չի գնա փառավորվի, դերը չի գնար մեծարվի։ Դավիթ թագավոր գիտեք իր մասին ինչ ասում։ Ասում է ես, ասում է ոչինչ եմ։ Ես կսես հատկած շուն եմ։ Շուն ինչի եմ նմանցում։ Ասում ես ворդ մնեմ, ես ոչինչ եմ։ Ինչ մեծ խորը գիտակցում։ Աստծո սուրբիմը արդայություն, որը նաև մարգարե էր ինչ է։ Ինքը։ Գիտեք, երբ որ մեկը կորձի պիտի ներտա ընդունվի, գենսակրություն ունի, չէ՞, ցույց տա, CV ենք ասում։ Գենսակրությունը դալիս է եւ գենսակրության մեջ գրում է թե ինքը քանի դիպլոմ ունի, որտեղ էր աշխատել է, ինքը ինչ բաներ կարա անի, իմիջիայլով չի գրում, ինքը ինչ բաներ մեջ ցախողել է, ինչպես է աշխատում։ Ինքը լավ բաներ է ասում, բայց մենք էլ երբ որ ուզենք դերոջը ծառայենք, մենք էլ պետք է բանը ներկայացնենք դերոջը։ Եվ մենք էլ պետք է ինքնագենսակրություն ունենանք դերոջը առջև։ Եվ մեր ինքնագենսակրությունը պետք է առաջին Կորինթացիս 2:27-28-ի մեջ եղած հոգին։ Գիտեք ինչ ասում։ Ասում է ես այս աշխարհի հիմարն եմ։ Ես այս աշխարհի դգարն եմ։ Ես այս աշխարհի ցածասկին եմ, անհատ եմ եւ ոչինչն եմ։ Աստված այս տեսակի ծառաներ ունի։ Այս տեսակի զավակներ ունի։ Ով որ ինքին բան բերել գարձե, դերոջը տաշկի մեջ կորձի մեջ դեղ չունի։ Ծառայությունը դերը խոնարհներուն գուտա։ Մեր եսը պետք է մեռնի եւ պետք է ապրի ոչ թե ես, հապա Քրիստոս պետք է ապրի իմ մեջս։ Իսկ եթե չուզենամ ծառայել, եթե չուզենամ աղաղակել, եթե չուզենամ դերոջ համար փորձեմ, խնդիր չկա, Տեր Հիսուսը պատասխան ունի։ Ղուկաս 19:40 մեջ ասում է. «Քարերը պիտի աղաղակեն»։ Հեչ հոգ մինեք։ Քարերը պիտի աղաղակեն։ Դերը իրեն համար ունի ծառայողներ, ունի իրեն համար մարդիկ, որ իրեն համար կվազեն։ Մենք պետք է մեր կյանքը, մեր ճշմարտություն հետևել պետք է բոլորին ցույց տանք։ Եկեղեցի մեջ ծառայություններ կան տարբեր տեսակի, Աստված գանչել է հadoop մարդկանց հadoop ծառայության համար, բայց Աստված բոլոր իր զավակներուն ծառայության է գանչել։ Բոլորս պետք է ծառայենք։ Մեկը չկա որ ասի որ ես գանչված չեմ ծառայության։ Բոլոր փրկվածները ծառայություն ունելու,
դարբեր ծառայություններ։ Եկեղեցի մեջ եղած ծառայությունները շատ քիչ են։ Բեմի ծառայություն, երեցություն, սարգսակություն, ասենք մանուկներու բադանյաց, երջախումբի, տեխնիկական ծառայություն, բայց սրանք չեն միան ծառայությունները։ Դուրսը լիք ծառայություններ կան, աղքատներն ով պիտի այցել է, որբերուն, որբևայրիներուն։ Գիտեք, հիմա մարդիկ կան, գիներ կան, որ ապրում են, ունին ամուսիններ, բայց իրենց մեռած ամուսիններն, որբևայրի պես են ապրում։ Ով իրենց պիտի այցել է, ով իրենց պիտի հույս տա, ով իրենց պիտի մխիթարի, ով իրենց խոսքը պիտի սորվեսե, ով իրենց համար պիտի աղոթի, ով իրենց պիտի քուրքուրե, ով իրենց պիտի փաթուկ անի, ով իրենց պետք է լրացնի, մենք պետք է անենք։ Ունենք որբեր, ունենք աշխատանքներ դուրս է, ջամբարներ ունենք, ջամբարների մեջ ջաշ էպողների պետք ունենք, մակրողների պետք ունենք, երեխեքի այդ աշխատողներ ունենք։ Ուրեմն դուրսից ծառայությունները շատ են, խմբակներ, գիրագնորյաներ, եւ ծառայությունը միայն Աստծո խոսքը դալը չէ։ Գիտեք, մենք որպես քրիստոնյաներ, մեր կյանքը ծառայություն է։ Մենք պետք է ցույց տանք մեր կյանքով, որ մենք որուկը պատկանենք։ Պետք չի միան խոսել, շատ զգուշ պետք է լանք, թե մենք ինչպիսի կյանքով ենք ապրում, ուր ենք ապրում, մենք դպրոց ենք գնում, մեր երիտասարդները քոլեջ են ընդունվում, համալսարան պիտի երթան, բանակ երթան դղաները, սրանք բոլորը ծառայություններ։ Աստծո խոսքը ամեն ինչ որ գնեք, դերոջը համարնեք Աստծո փառքի համար։ Երբ այդպես գնեք, սա մեզ համար ծառայություն է։ Կարևոր փաստը պետք է հիշենք, որ Աստված հբարտ ծառաներ չունի։ Աստված ինքնահավան, գլուխկովան ծառաներ չունի։ Թուն ով ես հետս խոսես այդպես։ Այնքան հացուբանիր պիտես, որի մագարտակից հասնես, որ հետս խոսես։ Աստված այդպիսի զզվելի ծառաներ չունի։ Սրանք ոչ թե դերոջը ծառաներ են, սրանք իրենց ծառաներ են։ Սրանք ոչ թե Աստծո գոմե կանչված են, սրանք մարտագոչ եւ ինքնագոչեր են, որ Աստված իրենց չի օրհնելու։ Աստված չունի այնպիսի ծառաներ, որ իրենք ծառայում են իրենց ուժերով։ Իմ ուժովս չէ, իմ զորությունով չէ, հապա որու միջոցով է։ Աստծո հոգի միջոցով է։ Աստված չի օրհնում այն ծառայությունները, այն աշխատանքները, որոնց մեջ ծառայողը անպայման կսպասե սեփականության վկայականին։ Հովանես Մկրտիչը 3:31 ինչ ասում, անիկա պետք է որ մեծնա, բայց ես ավելի մեծնամ։ Իրեն ծածկեն, իմ շուկս իրեն ծածկեն։ Ես ավելի պիտի բզդիգնամ։ Այս հոգին է, որ եկեղեցին օրհնություն կբերե, կյանքից օրհնություն կբերե։ Մեկը դա հիշեցումը, մեկը դա պիտի հիշեցեմ, նույնը պիտի հիշեցեմ, այս եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին իրեն կպատկանի։ Մարդկային մարմնավոր մեթոդներով չի գնա եկեղեցին շինվի եւ կառավարվի։ Դրանց մասին Աստծո խոսքը շատ լավ ասել է։ Դժողքի դռներն են դրանք։ Դժողքի դռները եկեղեցի հետ ինչ կապ ունի։ Աշխարհային մեթոդներ, փողոցային մեթոդներ, կամ հրաբուրանքներ։ Եթե Աստծո խոսքը եւ հոգին չլինի, դա ծառայություն չէ։ Որտեղ որ դերոջը հոգին չկա, դա ծառայություն չէ։ Հետո ուրիշ բան է, դու գնաս դերոջը ծառայել, գնաս վազել, մարդիկ կան վազում են, բայց չգիտեն ինչ համար են վազում։ Այն ծառայությունները, որոնք որ մենք անում ենք առանց դերոջը գոմե դրված բարգևներու, դրանք ծառայություններ չեն։ Դրա համար շատ կարևոր է բարգևների հարցը լուծելը եւ շատ պիտի խոսենք դրա մասին։ Գնաս դու ծառայել, բայց դա ծառայություն չի գոչվի։ Դա աշխատանք կգոչվի, կամ բանը որ ինչ որ քաղաքարի համար գնես։ Իսկական ծառայությունը դա արվում է ըստ բարգևների։ Ադորամա շատ կարևոր է եղբայրներ քննենք մեր բարգևները։ Գիտնանք ինչ բարգևներ ունենք։ Շատ կարևոր է ամեն մեկս ամենակիչը մեկ բարգև ունի, ամենակիչը։ Գնա դու 7-8 բարգև ունիս, բայց շատ լավ է որ մի քիչ զանազանենք բարգևի եւ դաղանթի միջը։ Օրինակ նվագելը բարգև չէ, երգելը բարգև չէ, համով ջաշ էփելը բարգև չէ, ուսուցիչս էյությամբ դա բարգև չէ։ Լավ վարպետ ես, լավ ջարդարապետ ես, խելացի միտքեր ասում, գիտնական ես, լավ լեզուներ խոս, 7-8 լեզու ես խոսում, դասացա լեզուներով բարգև։ Չէ, դրանք բարգև չեն։ Դրանք դաղանթներ են կամ շնորհքներ են, որ Աստվածադուրը Աստված դված է, որը թե հավատացյալը գունը եւ թե անհավատը գունենա։ Դրանք գալիս են մեզի ժառանգություն մեր ծնողներից, դենտեի միջոցով է գալիս կամ ձեռքբերովի է գալիս։ Բայց ծառայությունը ուրիշ հասկացող, ծառայությունը դա Սուրբ Հոգի գոմե դրված կարողությունն է մեզի, քեր բնական կարողությունն է, որու միջոցով մենք կարող ենք Աստծուն ծառայել բդղապեր ցևով։ Գտնեմ բարգևը Աստծո գոմից դրված կարողությունն է Սուրբ Հոգի միջոցով, որովհետեւ մենք կարողանանք դրանով դերոջը
ծառայել եւ բդուղներ բերել։ Մենք որպես Քրիստոսի մարմին իրար հետ կապված ենք։ Այստեղ ոչ մեկս անկապ չենք։ Բոլորս մեծ են փոքր, բոլորս ովքեր որ վերսին ծնված Քրիստոսին գեհդին, բոլորս իրար հետ գապ ունենք։ Եվ մենք իրար հետ փոխկապակցված ենք։ Չի կրնար մեկը որ Քրիստոսին ընդունած է իր զավակն է, ասի որ գիտես ես չեմ ուզել եկեցիկալ, որտեղ երբ որ եկեցիկ կամ գողոքնիմ, հերույ է, 1000 բաժակ բեր եկեցիկ չկալ։ Ես ցեզի 2000 բաժակ կտամ։ Եթե ուզեք 2000 բաժակ, թե ինչու կրնակ եկեցիկ չկալ։ Եվ այսպեսի մարդիկ հարց են տալիս։ Ես չեմ կարա եկեցի չկալով աջիմ։ Չեմ կարա եթե ես եկեցի չկամ YouTube-ից հետևիմ, ուրիշ բատկամներ ասեմ, աղոթքս ընեմ, դասանորդս գուդամ ոչինչ գղրգեմ, բայց չեմ ուզել եկեցի կա, բայց գուզեմ հոգևորապես աճի եւ ես ինձի լավս կամ ոչ չես կարա։ Ինչ կլա ինձ գմերն ես դու։ Գմերն ես։ Պատկերացրեք սիրտը մարդու օրգանիզմ դուրս հանես։ Մի քանի րոպե կարող է քոյադել, բայց չի շարունակի։ Աչքը, ագանչը, մենք բոլորս Քրիստոսի մարմնի անդամներ ենք։ Մեկը աչք է, մեկը ագանչ է, մեկը բերան է, մեկը լեզու, լեզուի համար շատ չոգևորիկ, մեկը ոտք, մեկը ցերկ, մեկը ներքին օրգաններ, բոլորս միասին ապրելով գազում են Քրիստոսի եկեղեցին։ Շատ կարևոր եկեղեցի մեջ այս հոգին լինի, որ մեկս մուսին պետք է մոտենանք որպես Քրիստոսի անդամներ։ Մենք մեզի ուրիշից բարձր չտասենք։ Այդպես է նաև մենք մեզի ցածր չտասենք։ Բոլորս Քրիստոսի առջև բոլորս կարևոր ենք։ Եվ հետո իմ եղբորս ցավը իմ ցավս պետք է լինի։ Եղբորս նեղությունը, դրնությունը, հաջողությունները, ցախողությունները բոլորը իմն են։ Այս է եկեղեցին, այս է Քրիստոսի եկեղեցին, այս գուզե Քրիստոս դեսան եկեղեցի մեջ։ Երկրորդ բանը, որ ոչ թե միայն մենք փոխկապակցված ենք իրար հետ, հապա նաև մենք իրար վրա ազդեցություն ունենք։ Ես քո վրա ազդեցություն ունիմ, ես այստեղ խոսելով գնամ քո հավատքը չինել եւ նաև գամ քո հավատքը գործանել, գամ քեզ նաև կայտակրեցնել։ Ուրեմն մենքս մուսի վրա ազդեցություն ունի։ Գիտեք, վահանացել կեզ շատ բջուր բան է, լոբի պես բան է, օրգանի մեջ բայց շատ մեծ թեր ունի մարդու մարմնի մեջ։ Վահանացել կեզի երկու հորմոն գարդատրի, իր գիտություն ցեզի, թե 4 եւ թե 3-ը, որը ազդում է սրտի վրա, ազդում է մարդու ջերմաստիճանի վրա, մգաների վրա, ոսկոների վրա, նյութափոխանակության եւ լիք բաների վրա։ Եթե վահանացել կեզը լավ չաշխատի, սկսի շատ արդատրի, կամ սկսի պակաս արդատրի, ինչ կլա մարմինը։ Գիվանտանա, վատ կսկա, սիդը սկսի արիթմիա ունենա, սկսում է ջերմաստիճանի դադանում եւ կխանգարվի մարմնի վիճակը։ Նույնպես մենք իրար հետ կապված ենք եղբայրներ քույրեր։ Չի գնար մեկը ասե որ եւ մեկը ասեցունի, չի գնա եղբայրը քույրը օրինակ քայտակի հերու մնա եւ մենք ասենք ինչ լավ է որ ինքը դուրս եկա։ Դա մեզի ցավ պետք է լա։ Մենք իրար պետք է դրական ասեցություն ունենք, բարի ասեցություն ունենք, բայց ցավոք սրտի մենք անդամները իրար վրա վատ ասեցություն ունի։ Հակոբոս կսե ուրգե է գրիվները եւ ուրգե են բادرազմները եկեղեցի մեջ, ծեր մեջ ուրգե են։ Չէ որ կսե մեղքի պատճառով է ծեր ցանկություններով պատճառով, որ ծեր մեջը կբادرազմի։ Գուզեք չեք ուննար, գվազեք չեք հասնի, որտեվ չարաչար կխնդրեք։ Չարաչար քննեք, որպեսզի ծեր ցանկությունները բանեցեք։ Ուրեմն ես եկեղեցի մեջ ինչպեսի ասեցություն կտոնեմ եղբորս եւ քրոջս վրա շատ կարեւոր։ Արդյոք ես իրեն գուժեղացեմ, կքաչալերեմ իրեն հոգ կդանեմ, սեր ցույց կտամ իրեն, խնամեմ իրեն։ Արդյոք իմ ցանկովս ինքը հավատքով կլեցվի կամ կքայտալվի։ Ես ով եմ։ Ուրեմն եկեղեցի մեջ ասված դարբեր ծառայություններ դրած է, գարխ ու կանոն դրած է, եւ եթե ասեմ ճշտոններ ինձ ճիշտ հասցեք, ճշտոն չնշանակե աթոր, վեհություն, մեծություն, իշխանություն, որ պետք է վերեն իշխան։ Դեր Հիսուս այդպես սա որ գիտեք թե ասկերու իշխանները եւ գդիրեն անոնց եւ մեծամեծեր գիշխեն անոնց, բայց ծեր մեջ այնպես պետք չէ որ լա։ Հաբացես մե ով որ մեծ լալ գուզե, թող անիգա ծեր սպասավորը լա, ու ծես մե ով որ առաջին լալ գուզե, թող անիգա ծեր մեջ ծեր զարան թողլա։ Եկեղեցի մեջ ասված դրած է հadouk մարդիկ որպես եկեղեցի մեջ գարխ ու կանոն դրվի։ Մենք գսենք ճշտոններ, գսենք, բայց ճիշտ ասենք, ճշտոն չէ, ճշտոն բառը հունարեն բնակրի մեջ դիակոնես բառն է, ծառայություն կնշանակե։ Միակ ճշտոն բառը, որ ես հանդիպերեմ, գավա ուրիշ դեղար եղածնի, դա կորց արաքելոց 1:20-ի մեջ է, երբ որ հութայի
դեղեն ուրիշ արաքյանը պետք է ընդրեին եւ այնտեղ գսե անոր բաշտոնը, անոր օֆիս, անոր դեղը ով պիտի գրավե։ Մեն այդ դեղ տեսել, իսկ մյուս դեղերի մեջ բաշտոն բարը թե առաջին գոնոտացից թե հռոմեացի մեջ նշված է որպես ծառայություն։ Ուրեմն եկեղեցի մեջ դերը դրած է բաշտոններ, ծառաներ, երեցներ եւ նաեւ սարգսակներ, բայց նպատակը ինչ է, որպես ինչ գլուխնի մեծան, ոչ։ Եվ ով դրած է, ըստ գարտանք առաջին գոնտես 13-րդ գլխի մեջ, դեսեք ինչ կսե 5-րդ համարի մեջ կսե, նաեւ կսե բաշտոնները զանազան են, տարբեր բաշտոններ կան եկեղեցի մեջ, բայց նույն դերը գուտա։ Ով եկեղեցի մեջ բաշտոններ գտնե, դերը գտնե։ Եթե դերը չտնեն է, եթե մարդիկ լինեն եկեղեցի մեջ ինքնագոչեր, կամ մարդագոչեր, եկեղեցի կյանքը գսկսի խանգարվի։ Դա բնուրագլա։ Բայց երբ որ մեկը որ Աստված իրեն կգանչե, երբ որ Աստվածագոչեր են, եկեղեցի կյանքը կսկսի գարքավորը եւ տասավորը։ Ուրեմն ով է որ բաշտոններ գտնի եկեղեցի մեջ, դերն է տնողը։ 4-րդ համարի մեջ կսե եւ բարգևները զանազան են, բայց դվողը նույն հոգին է։ Եկեղեցի մեջ բարգևները ով գտա մեզի։ Սուրբ հոգին գտա։ Ուրեմն էսի պետք է լավ սորվենք։ Սա վարդապետություն է։ Բարգևներ դվողը ով է։ Սուրբ հոգին է, բաշտոներ դվողը ով է, զարական գանչողը ով է, դերը ինքն է։ Իսկ երրորդ բանը, որ պիտի տեսնենք 6-րդ համարի մեջ կսե, նույնպես ներկործությունները զանազան են, բայց նույն Աստված է, որ կներկործե ամեն բանի մեջ։ Ուրեմն ինչ կնե Աստված, Հայր Աստված ինչ կնե։ Բաշտոն դված ծառային գվերսե, իրեն բարգև գուտա եւ իրեն մենակ չցկեր, իրեն զորացնե։ Ներկործություն կնշանակե իրեն զորությունով գլեցնե։ Իրեն մեջ իր ներսի մեջ ուժ գուննա ծառայություն ունելու։ Մենք առանց մեր բարգևների չեն կարող դերոջը ծառայել։ Եղբայրներ կուրը, այս բանը 10 անգամ, 100 անգամ, 1000 անգամ դասենք։ Մենք առանց բարգևների չեն կարող արժանավոր ցևով դերոջը ծառայենք եւ բդուղ բերենք, մնայուն բդուղ, լավ դերոջը հաջելի բդուղ, կամ դերոջը ընդունելի։ Դու կարաս ովևէ բան անես։ Բայց եթե բարգևներով չանես, դերոջը ընդունելի չէ։ Դերը չի դարես բարգև ասի դելավ, ունես կնա թաղի։ Մեկուն 1 տվավ, մեկուն 3 տվավ, մեկուն 5 տվավ։ Ինչը սավ իրենց, կացեք կործեք, ըստ ծեր դված բարգևներով։ Մեկը անշնորհ գտնվեցավ ինչ հրավ, դարավ թաղեց, սավ կիդեի որ տուն և սկսավ մեղատրել։ 3-ը կնած ինչ հրավ, 3-ը պերավ, 5-ը կնած, 5-ը պերավ։ Ուրեմն դերը մեզի բարգևներ տված է, որ կործածենք։ Երբ որ դերը տեսնում է, որ դու քիչ բանի հավատալին ես, թախտիկ մսեմ, բարգևները կավերսե։ Քեզ ուրիշ ծառայության մեջ կտնե։ Քեզ ուրիշ դեղ կվստահի։ Բայց երբ որ տեսնում է, որ դու անհավատալի ես, քեզ մեկը վերցնե եւ ունեցողին կդրվի։ Սա է խորհուրդն է, որ հետո պիտի խոսենք դրա մասին, փրկության մասին չէ խոսքը, ծառայության բարգևի մասին է խոսքը։ Ուրեմն ով է գանչողը, դերն է գանչողը, ով է բարգև տվողը, Սուրբ Հոգին է, ով է մեզ զորացնողը, ով է մեզ զորացնողը, Հայր Աստված։ Այստեղ տեսնում եք երրորդյան գործը, որ 3-ը միասին գաշխատին, իսկ ես ինչպես կարող եմ իմ բարգևներս գտնամ։ Հիմա ինձ հարց պիտես, եղբայր, հասկան լավ բաներ ես խոսում, բայց ես ինչպես բարգևս գտնամ։ 7-րդ համարը ասում է, բայց ամեն մեկուն Հոգին հայդությունը դրված է բոլորի շահուն համար։ Հոգին մեզի պիտի հայտնե։ Մեզի ցույց պիտի դա։ Մեր ծառայության ժամանակ միգուցե հոգին առաջնորդե եկեցի եղբայրները մեկը ասե որ գիտես ասոր մեջ քեզից շատ լավ կդեսնեմ։ Մի քիչ ուշադրություն դարձու կարող է դու այս բարգև ունիս։ Երբ որ գտեսնես իր կյանքի մեջ բաներ կա որ ուրախությամբ կնե հաջողով եղած է չէ՞ ձեր կյանքի մեջ ծառայությունների մեջ եք եւ լավ եք զգում այդտեղ։ Ես օրինակ լավ չեմ զգում որոշ ծառայություններ կա որ ես ոչ թե վատ եմ այդտեղ կամ մոզես չի ստացվում ես անշնորհք եմ չէ բայց այդ բարգևը չունիմ դեղեր կա որ գնում եմ օրինակ հիվանդների այցելության բան հիվանդանում ես լավ չեմ զգում հիվանդ երբ որ գնում եմ օրինակ ովևէ բան ինչ որ աղքատներին ինչ որ բան դալու ես այդտեղ վադանում եմ լացում եմ 2-3 օր վատ եմ զգում չի որ ես թույլ եմ սրտով բայց ուղղակի ինձ դրված չէ բայց մարդիկ կան հոժարությամբ ուրախությամբ գերտան եւ այդպես կմտնեն գազես դունը իրենց դունն է դարածք իրենցն է ուրեմն քննել պետք է քննես թե Աստված քեզի ինչ բարգև տված է ուրեմն մենք պիտի տեսնենք Աստվածաշնչի մեջ 20 բարգևներու մասին եւ մենք մեկ պիտի անցնենք դրա վրայով եւ ցեզի դնային հանձնարարություն գնացեք եւ քննեք եւ գտեք
ծեր բարգևները ուր են եւ ինչի մեջ դուք ցեզի լավ եք զգում եւ օրհնվում եք։ Երբ որ իմ բարգևից պատճառով թիմացինը օրհնվում է, Քրիստոսին գալիս է, շինվում է, մեղքին ոչ է ասում, հաղթական կյանքով է ապրում, Քրիստոսին ավելի կսիրե, ուրեմն գիտի որ դու այդ բարգև ունես։ Բարգև ինչ որ սենց խորուրդավոր բամը չէ, կամ գախարտական, կամ թակուն բամը չէ որ շատ խորքը դեղերը պիտի բրբրդես շատ քրդնից օրերով որբեսի հասնես, կամ պիտի անպայման ձոմաբահություն ունես որբեսի գնաս, չէ։ Շատ բարձ աղոթիր, ասա դեր Հիսուս քո հոգիդ է որ կհայտնե խոսքը այդպես կսե 12:7-ի մեջ։ Հիմա կխնդրեմ որ ինձ հայտնես։ Ես ինչ բարգևներ ունիմ, քանի հատ ունիմ եւ ինչպես կրնամ իմ բարգևներս կորձածեմ քո բարգիդ համար։ Ուրեմն մեկ ադան կրնեմ, ամեն մեկ հավատացյալ ամենակիչը մեկ բարգև ունի եւ պետք է այդ բարգևը կորձածվի։ Եթե չկորձածվի, չի օրհնվիր եւ թող վախնա գնալը իր մեջ վերցվի։ Ուրեմն եթե մենք գարտանք Եփեսացիս 4-րդ գլուխը 13-րդ համարը, պիտի խնդրեմ բացեք Եփեսացիս 4-րդ գլուխը 13-րդ համարը, կարևոր ճշմարտություն մը գայտեղ ուզեմ որ իմանանք դրա մասին։ Արդյոք բարգևները որու համար դրված է, իմ համար, որբեսի բոլորին արջև եմ տեսեք ես ինչքան լավ ուսուցիչ եմ։ Ես նայեք ինչ լավ հրաշքներ կգործեմ, բերեք քովս, ով է հիվանդ, բերեք ես իրեն կբժշկեմ։ Ես լավ լեզուներ կխոսեմ։ Ես մարգարեություններ գնեմ, ես ասինչ։ Պիտի գիտնանք ըստ Աստծո խոսքի բարգևները եկեղեցին ինչու համար դրված է։ Ուրեմն 4:12-ի մեջ բարգևները դրված են այս նպատակով. սուրբերուն գադարելության համար, բաշտոնին կորձին համար, ովքեր որ եկեղեցի մեջ պատասխանատուն իրենց համար դրված է, եւ նաեւ գսե Քրիստոսի մարմինին ինչի համար, շինության համար։ Սա մեզ որպես օղ մեր ականջի վրա խնդրեմ գապենք։ Բարգևները դրված են սուրբերուն գադարելության համար, ոչ թե ինձի համար։ Սուրբերուն գադարելության համար եւ դրված են Քրիստոսի մարմինին ինչի համար, շինության համար, պետք է շինվի։ Հիմա պիտի ասես գարաս մի քիչ ավելի բացատրես, ավելի հասկանանք, որովհետեւ այս միտքը լավ հասկանանք, պիտի գարտանք 13, 14, 15, 16-րդ համարները եւ այնտեղ շատ հստակ մանրամասն օրեն Բողոս Արաքյալը մեզի բացատրում է 9 գեդերու մեջ թե ինքը ինչ նկատի ունի։ Ես պիտի գարտամ եւ հետո ցեզի 9 գեդերը գասեմ եւ այդպես մենք կվերջացնենք, լավ։ Հետս եղեք, ուրեմն բարգևները չմոռնանք։ Հերագաշներու մեծ վրա օգիտ տնենք։ Եղբայրը ոչինչ եթե տնելու խնդիր ունեք, ցերագաշի մեջ թող մնա, բայց դուրս չգա։ Ուրեմն սուրբերու կատարության համար եւ ինչի համար է Քրիստոսի մարմինի շինության համար, ոչ թե իմ փառքիս համար, իմ հաջուկիս համար, մարդկանց զարմացնելու համար, ինչպես Սիմեոն Գախարտը, գիշեք այդ պատմությունը, քնած եւ սա տրամդամ ցեզի, գաշարեց Արաքյաներուն, այս բարգևեն ինձ յարդվեք, ինչը սա այս բարգևը չի ձախվիր, Տուն քեզ հələ մեկ հատ դես, տուն խավարի մեջ ես, տուն հələ դուրս չես ելած այդտեղեն։ Մի հատ ջամփաներ չդգե։ Ուրեմն բարգևները ֆոկուսի համար չեն, ինձ համար չէ, ցույց տալու թե ես ինչպիսի մեկն եմ, նայեք, ոչ, բարգևները ծառայությունը բդղապերտ արսենու համար է, սուրբերու գադարայության համար, բաշտոնի կորձի համար։ Պիտի շարունակեմ գարտալը։ Մինչև ամենքս հասնենք հավատքին ու Աստծո որդին ճանչնալու միապանությանը, գադարել մարդ ելալուն, Քրիստոսի լման հասակին չափ ունենալուն, որբեսի ալ ասկե հետո դղա չլանք երերած ու վարդապետության ամեն հովերը աստին անտին դարուբերված մարդոց խապեությունով, որոնք խորամանկությամբ գխապեն մորորեցնելու, հավա սիրով ճշմարտությանը հետևելով ամեն բան անով աջեսենք, որ գլուխ է այսինքն Քրիստոս, որ մեր բոլոր մարմինը մեկտեղ կազմված եւ բոլոր հոդվածները իրարու հաղորդվելով գծված ամեն մեկ մասին չափով ներկործելով սիրով մարմին աճում գուտա իրեն շինության համար։ Հիմա բիցես ես ոչ մի բան չհասկացա։ Եթե ես այդպես գարտամ, հաստատ ոչ մի բան չեմ հասկանում։ Բայց հիմա եկեք տեսենք ինչ կսե։ 9 գեդեր մեզի կսե Բողոս Արաքյալ, թե ինչ նկատի ունի, երբ որ ասում է սուրբերուն համար, շինության համար եւ սուրբերուն գադարության համար։ Առաջինը ուրեմն բարգևներու նպատակը այն է, որպեսզի մենք հասունանանք մեր հավատքի մեջ։ Հիմա դուք եկեցի եկածեք,
եթե ես ուսուցանելու բարգև չունենամ, չեմ կարող ցեզի Քրիստոսի խոսքի ճշմարտությունը փոխանցեմ, որովհետև դուք հավատքը ուղղեք ուքա, լսելը Աստծո խոսքն։ Ձեր հավատքը չի աճի, եթե Աստծո խոսքի հիմքի վրա եղած ճշմարտությամբ չլինի։ Բայց կա նաև ուրիշ հավատքներ, սուտ եւ գեղձ հավատքներ։ Ուրեմն սկուշ պետք է լինենք, հավատքը լսելն է, բայց ճշմարիտ հավատքը Աստծո խոսքեն լսելն է։ Մարդը գնա նաև ձուր հավատք ունենա, եթե ձուր մեկնվի իրեն ճշմարտության խոսքը։ Ուրեմն մենք բարգև գունենանք, բարգևը ինչ է իր նպատակը, որպես եկեղեցին հասունանա հավատքի մեջ։ Եթե դու դերոջը դունը չկաս, չլսես դերոջը խոսքերը, ուշադրություն չդարձնես ճշմարտության խոսքին, կհասունանաս հավատքի մեջ։ Ոչ երբեք, ոչ երբեք։ Հավատքը օտեն չի գալիս։ Հավատքը ուկա լսելը Աստծո խոսքից։ Մեկ, ուրեմն, մեզի բարգևները պետք են եկեղեցիամա, որպեսզի մենք հասունանանք մեր հավատքի մեջ։ Երկրորդ, մեզի պետք է որպես մենք Քրիստոսը ճանչնանք։ Այդ Քրիստոսը, որ մեր առջևը նկարագրվեցավ, այն նույն Քրիստոսը բոլորս ճանչնանք։ Այսինքն մենք բոլորս ունենանք նույն հավատքը Քրիստոսի վրայով։ Գրծած է հասկացնել։ Այնպես որ երբ որ մենք ուքանք դերոջը դունը, բոլորս նույն միտքը պետք է ունենանք, նույն սնունդը պետք է ունենք, նույն խոսքեն, նույն հոգին մեզի պետք է սորվեցնեն, որովհետեւ մենք ճանչնանք նույն Քրիստոսը, որ Քրիստոսը Աստվածաշնչի Քրիստոսը։ Եղավ։ Ուրեմն բարգևը գարիք ունի, որովհետեւ մենք Քրիստոսին ճանչնանք։ Երրորդ, բարգևին գարիք ունի, որովհետեւ մենք գադարյալ մարդ ենք։ Ես Աստված երբ որ մարդունը ստեղծեց ծնունդոց քիրքի մեջ, որ գարտում ենք 1:27-ի մեջ, Աստված մարդունը ստեղծեց իր նմանությամբ եւ իր պատկերով։ Գադարյալը ստեղծեց։ Բայց մարդը մեղքի պատճառով Աստծո նմանությունը գործուց։ Մենք Աստծո պատկերը մնաց մեր վրա։ Ձերքեր, ոտքեր, մենք պատկերով նման ենք, բայց մեր նմանությունը գործունեցինք։ Ադոնա Բողոս Արաքել ասում է Աստծո նմանող եղեք, սիրելի զավակներուպես։ Պետք է մենք բարգևներին գարիք ունենք, որովհետեւ մենք գադարյալ մարդ ենք։ Երջանկահիշադակ Սոֆի Կրոչը շատ կհիշե, 2 տարի առաջ էր այստեղ հավաքույթ եղեր եւ արիտ դրվեցավ, որ խոսք դա։ Ամեկը խոսքը սավ, չեմ դեր արիտ ինչեր չեմ իշեր անգեց, բայց խեղճ քույրը դերոջ ներկայության մեջ է հիմա, եւ մեկ բանը սա բոլորս դիզաղեցին, խնդացինք, ասեց ես կմաղթեմ, որ մարդը լա, մարդ։ Շատ հետաքրքիր մաղթանքն է, շատ հետաքրքիր մոդեցումն է։ Ես գնամ ասել իմաստուն, գարամ ասեմ ցանկի փորձից։ Ուրեմն շատ լավ է, որ բարգևները օգտագործենք, որովհետեւ մենք գադարյալ մարդ ենք, աստվածահաճո, աստվածաշնչյան մարդ ենք։ Չորրորդը։ Մենք բարգևներում գարիք ունենք ըստ 13-ից մինչև 16-րդ հատվածին, ինչ որ գսեն այդ հատվածի հիման վրա է։ Չորրորդը, որովհետեւ մենք Քրիստոսի նման հասագին չափին հասնենք։ Երկում ենք, չէ՞, գուզեմ նմանիր քեզ օրտնյալ բրգիչիմ, որովհետեւ քեզ բես խոնարհ լամ, իրավ խոնարհ գուզեսել լալ։ Շատ դժվար է, հա, երկդ։ Եվ ասոյդ գադակմիան է, ասված դուրս կընտրունի քո երկդ։ Դրա համար որ մենք երկում ենք, բարին ուշադրություն դարձնենք, դա մեզի աղոթք է եւ նաեւ բարդագանքներու ցանկ Աստծո առջև։ Ուրեմն ինչու համար մեզ բարգևներ պետք է որպես մենք Քրիստոսին նման հասակին չափին հասնենք։ Մնաց մի քանի գետեր, որպես երեխա չլանք, մեզի բարգևներ պետք է հասունը լանք։ Պետք չէ երեխայի պես գատ խմենք անընդհատ, պետք է հասունանանք, որպես երեխա չլանք եւ գսե եւ դերոջը կորձին չնայենք երեխաներու պես, պետք է հասուն մարդու պես նայենք, սենց դղամարդու պես նայենք։ Դու կորձ մետը բիդաս կարևոր կորձն բիդաս, դեսում ես երկու մարդ առջև, մեկը լուրջ, մեկը անլուրջ, դու որու գուտաս կորձը։ Վստահ, լուրջին գուտաս, չէ, անլուրջին չես վստահել, որպես երեխա չլանք, ավելի դղամարդ, ավելի զգաս եւ ամուր լանք։ 6-րդը մենք պետք ունենք բարգևները, որպեսզի չխաբվենք խորամանկ եւ գերծ քարոզիչներից։ Մեդիայի մեջ լիքն են սուտ գերծ իրենց քարոզողները լիքն են։ Գիտեք, եկեղեցիների մեջ ցավոք սրտի գրնամ ասե 50% ավելի քարոզները հոգեբանական լեկցիաներ են։ Հոգեբանություն են քարոզում, Քրիստոսը չեն քարոզում, Աստվածաշունչը պիտի քարոզի։ Երբ որ խոսքը չի քարոզվի, Սուրբ Հոգին ներկա չի գտնարելա, որբեսի դերը մեզի բահե խորամանկ խապողներից, որոնք Աստծո խոսքը մանիպուլացնում են, գեղձում են։ Դեսնում ես գատ է, բայց գատ չէ, խարտախված գատ է, մեջը չուր գա, անխարտախ գատ չի։ Դեսնում ես գերագուր է, բայց արհեստական է, չի գշտացներ։ Ուրեմն մեզի բարգևները պետք է որբեսի
խորամանկ եւ գեծ եւ ոչխարի հակոստեն հակող քայլերից զգուշ ելան։ 7-րդը մեզի պետք է բարգեւները որբեսի մենք սրդանց եւ փափակով հետևենք ճշմարտության։ Երբ որ եկեցի ու կամ, երբ որ ես դուն երթամ, արդյոք ախորժակ պիտի ունենամ ճշմարտությամբ քայլելու կամ չէ։ Գամ բիցեմ հոգնած եկա ավելի հոգնած դուն գնացի։ Ուրեմն մեզի բարգեւները պետք են որբեսի մենք սրդանց եւ մեծ փափակով սիրենք եւ հետևենք Քրիստոսին։ Ոչ թե միայն գիրակի օրերը, շաբաթվա բոլոր օրերը։ Բարգևների բացակայության պատճառով է եղբայրներ քույրեր, որ եկեցին գաղա։ Բարգևները չօգտագործելու պատճառով, որ եկեցին գաղա։ Բարգևները սխալ կործածելով, կամ ոչ այն բարգևներ ունեցող մարդկանց պատճառով է, որ եկեցին շատ անգամ գաղա եւ սխալ դեր կերտա։ Շատ կարեւոր է հասկանալ եւ գիտնալ բարգևների կարեւորությունը։ 8-րդը բարգևները մեզի կօգնեն, որբեսի մենք աճենք Աստծո շնորհքի եւ գիտության մեջ։ 9-րդը որբեսի Քրիստոսի մարմինը միապանը լա։ Շատ հաճախ այստեղ քարոզվել է միապան եղեք։ Գիտեք, միապանությունը մեր կորձը չի։ Ուզեմ այսօր սրբակրեմ։ Եթե մարդիկ կարծեն, որ մենք միապանության համար պիտի աշխատենք, գներեք, ցեզ գուզեմ հիաստապեցնել, միապանությունը մեզ մեկ ախված չէ։ Հիմա պիտի ասես եղբայրը հասած հերետիկոսությունը ասում, ինչ որ մի բան ինչի կամ լավ չի, գերվի դակությունը բարձացել է գերևի վահանացել գեղձը լավ չի աշխատում, դակությանը դվել։ Չէ։ Աստծո խոսքը Եփեսացիս 4:3-ի մեջ տեսեք ինչ ասում, եւ գուզեմ երկու համարով վերջացնենք։ Եփեսացիս 4:3 ինչ ասում։ Ջանանով ասում է Սուրբ Հոգի միապանությունը խաղաղության գաբովը բահել։ Սուրբ Հոգին է, որ միապանությունը գտնե եկեղեցի մեջ, բայց գաբ մկա, խաղաղության գաբով։ Շատ կարևոր եկեղեցի մեջ խաղաղություն լինի։ Եղբայրներ, քույրեր իրար հետ խաղաղ լինեն։ Երբ որ խաղաղ գնինի, Սուրբ Հոգին մեզի միապան գնե։ Միապանության համար մի գրվեք։ Գիտեք ինչ համար գրվեք։ Գրվեք գրիվ չլնելու համար։ Դուք մենք պետք է աշխատենք, որբեսի չանք տապենք, որբեսի բաժանումներ չլան, եսերը չլան, Բողոսյաններ, Աբողոսյաններ, Գեպասյաններ, Պետրոսյաններ չլինեն։ Այս է, որ քանդում է, այս է տշնամին միապանության։ Միապանությունը Սուրբ Հոգի գործն է։ Սա լավ պետք է իմանանք։ Մենք կարող ենք միապան լինենք, երբ որ խաղաղությունը կպահենք։ Եղավ։ Միապան ըլլալ քարոզելով միապանություն երբեք չի լինում, ընդհակառակ պիտի քարոզենք, որ բաժնված չլինենք։ Ուրեմն բարգևները ով մեզի գուտա, Սուրբ Հոգին գուտա, ծառայությունը ով գուտա, դերը գուտա, ով գներկորձ է, հայրաստված գներկորձ է, եթե ամփոփենք հարցեր, եթե գարաչանացել մեջ այդ հարցերը պատասխանը հույս անգամներ դեսնենք, օրինակ գնա քեզի ասես օրինակ արդյոք կան մեռած բարգևներ, որ ժամանակին գա, բայց հիմա չգա, արդյոք գա առաքելական ժամանակվա բարգևներ, արդյոք բոլոր բարգևներ ունենք, կամ թե ամեն մեկս մի հատ բարգև ունենք, հարցեր կան, որ հետո պիտի աղոթենք դրա համար մտածենք, արդյոք ես աղոթեմ ասված ինձ գուտա բարգև կամ չէ, արդյոք ուզելով է կամ չէ, ասին աղոթեմ ասեմ դեր դուր ասված ինձ բարգև գուտա կամ չէ։ Լիքը հարցեր, որը պատասխանը մյուս գիրակի եւ հաջորդ գիրակի պիտի տեսնենք, բայց կուզեմ ամփոփել այս համարով, առաջին Կորինթացիս 10:11-ով գսե, այս ամենը միևնույն հոգին կներկորձե եւ ամեն մեկուն զատ կբաժնե ինչպես ուզե։ Բարգևը Սուրբ Հոգին գուտա ինչպես որ ինքը ուզե, ոչ թե ինչպես որ ես կուզեմ։ Դեր նախանց գամեջես ինքը լավ է խոսում, ես էլ գուզեմ քարոզիչն եմ։ Ես էլ գուզեմ, ասենք օրինակ նվագոն, ես էլ գուզեմ երգեմ։ Այեղ բարակ եթե դու երգես կարող բոլոր դուրս բախնենք։ Այդ բարգևը չունիս, դերը չի դաս, չէ ուզում եմ, գուզեմ, նայ, ուզելով չի։ Դա Սուրբ Հոգին գուտա, եկեղեցի շինության համար գուտա, Սուրբերու գադարերակորձելու համար գուտա, ոչ թե քո անցիդ կամ քո պարկիտ համար։ Ավելի մանրամասն կխոսենք եւ հատկապես մենք պիտի տեսնենք մի քիչ Գորընթոսի եկեղեցին, որ մի քիչ անգարք էր, բարգևներով հետ կապված բավականին դակն ու վրայթուն ըրած էր եւ որոշ բաներ պետք է Բողոս արքար իրենց շիտակ պետք է սորվեցեն, որպեսզի սխալ բաներ չլար։ Ուրեմն եղբայրներ քույրեր, եթե ամփոփենք այս բանով գուզեմ ցեզի քաչարել,
կացեք եւ գտեք ձեր բարգեւները։ Աղոթեցեք Սուրբ Օքին ցեզի պիտի հայտնի թե դուք ինչ բարգեւներ ունիք։ Եթե դժվարություն ունիք, եկեցի առաջնորդներին մոտեցեք, մենք ցեզի գողնենք, որբեսի աղոթքով, իրար հետ սերդելով, քննելով դեսնենք թե ինչ բարգեւ ունիս եւ ադոր վրա աշխատի։ Պողոս Դիմոթեոսին գսե այն բարգեւ, որը դու ունիս, ադոր վրա մտածե, խորիր, աշխատիր ադորմով, որբեսի քո հարաշտիմությունը բոլորին հայտնի ելա։ Ուրեմն բարգեւը փամը չէ, որ պիտի թաքցվի, պիտի հայտնի ելա բոլորի առջև։ Դա հաբարտություն չէ, դա ընդհանրակ դերոջը փառք բերելու մի միջոց է։ Դերը օրհնել մեզ բոլորիս, դերը իր խոսքի միջոցով շարունակի մեր հետ խոսիլ, հանձնարարությունից միջև մյուս գիրագի փնտրում ենք մեր բարգեւները։ Եվ մյուս գիրագի պետք է արդեն հատիկ փորձելու ենք անցնենք ինչ բարգեւներ կա Աստվածաշնչի մեջ եւ մենք որպես եկեցի որ դեսակն ենք ընդունում, որտեղ դարբեր դպրոցներ, դարբեր դեսագի են ընդունում բարգեւները, մենք մյուս գիրագի եւ հաջորդ գիրագի պիտի նայենք թե մեր եկեցին որ դեսագի բարգեւներ են ընդունում։